Այդ տականքի անունը միտու։ Ավելի բետար է ինձնից։ Լավ, ես կֆուրտուող մարդ եմ քաշի բալիճ։ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորում է պատարագի մասնակցելու, այսպես ամեն կիրակի պատարագի մասնակցելու ուր է տանում ժողովրդին, ինչ է ուզում ասել, գուցե նախընտրական քարոզարշավ է իրականացնում։ Դե պարզ չի որ նախընտրական քարոզարշավ։ Ժողովուրդը սատարում է իրեն։ Գիտեք, դժվար է ասել։ Մի մասը այո, մի մասը ոչ։ Իսկ դուք ում կողքին եք կանգնելու։ Ինչպես։ Եկեղեցու։ Դեապարի։ Ով էր մասնակցելու։ Նիկոլ Փաշինյանը այս կիրակի չեք ճանաչում։ Փաշինյան սաղին բոլորին այդ կուսակցությունները բոլոր կուսակցությունները Սենց ասենք, բնակչությանը տանում է իր ետևից, ժողովուրդը շուտվանից ամեն ինչ հասկացել է։ 12 հոգուց մի դավաճան գտնվեց, ուզում եք 200 քանի հոգուց չգտնվի մի քանի հոգի։ Ամենակայուն արտարժույթը դա 30 արծաթն է, միշտ։ Գոյություն ունի աղանդավորական մի այսպես դաս շերտ, որին ոչինչ արդեն հնարավոր չի լոգիկայի սահմաններում բացատրել։ Վերջ, Նիկոլը մեր թագավորն է, մեր աստվածն է, վերջ, դա արդեն կլինիկական դիագնոզ է։ Ես չգիտեմ ուրական։ Ամբողջ տրամադրությունից մտեցի։ Այդ տականքի անունը միտու։ Ամփորձ վարորդը մեքենա քշում է։ Մեքենայի մեջ էլ ուղևորներ կան։ Այդ վարորդը ուր կտանի այդ ուղևորներին։ Տանի ջարդուկ շուտանի։ Փաշինյանի մասին չեմ ուզում խոսամ։ Լավ կարծիք չունեք նրա մասին։ Ինչ։ Լավ կարծիք չունեք նրա մասին։ Մարդուանուն տուր, ինքը մարդ։ Ավելի բետար է ինձնից։ Այս ժողովուրդը պիտի սիրի իր ղեկավարին։ Ոչ չսիրես այդ ղեկավարը ոչ կարա կառավարի, ոչ էլ ժողովուրդը կարա երջանիկ լինի, վերջ։ Սա աքսիոմա է։ Եկեղեցին միշտ էլ իր դեր ունեցել է, կուզես թե չես ուզի դա տենց է։ Հիմա կուզի Փաշինյան լի, ուզում է ուրիշը լի, մեկ այդ եկեղեցին ազգի մեջ նստած է, այսքան անել հնարավոր չի։ Ուրեմն նրա հետ պիտի հաշվի նստես, այդքան բան։ Առանց հավատի կյանք չկա։ Դի հավատաս մի բանի, որ ինքդ է քու կենթանությունը զգաս, թե չէ չհավատալով ինչ է ստացվում։ Դու էլ չեք ասելի։ Չափից դուրս իրենց բան են, կրոնական են էլի ձևացնում, ուրիշ չգիտեմ։ Ընտրական քարոզարշավ սա կարող ենք դիտարկել։ Իհարկե, պառակտելու, խառնակչելու, խառնակչություն մտցնելու ինչ-որ հերթական դրսևորում։ Չենք հետաքրքրում ոչ քաղաքականությամբ։ Ես ինքս Վայոց ձորից եմ, բայց որ ոչ մի դրական բան Փաշինյանի կողմից չկա, այդ հաստատ մնացածը ինչ ասեմ, երևի հերթական ընտրության հետ կապված։ Խաչիկի Սուրբը Աստվածածին եկեղեցում է մասնակցելու պատարագին, դուք եւս գնալու եք։ Չէ։ Վայոց ձորում ինչպես են ընդունում նրան։ Ախր տարբեր մարդիկ տարբեր ձևեր են։ Ամեն մեկը մի ձև։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ճիշտ ասած, հյուր եմ եկել, չնայած ես Երևանի քաղաքի տղա եմ, ուղղակի ես հարգում եմ քրիստոնյան եկեղեցին, գնում եմ, բայց շատ չեմ քաղաքականությամբ զբաղվում, չեմ էլ ուզում։ Եկեղեցուն այդքան էլ չէ, որովհետև նրանք ճիշտ չէին քաղաքականության մեջ մտան, որ առհասարակ իրավունք չուներ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը իրավունք ունի եկեղեցու գործերին խառնվելու։ Դե նա սկզբից նրանք են խառնվել։ Նա էլ պատասխանն է տալիս։ Նիկոլը ավելի ճիշտ է։ Դե ճշմարտությունը միայն, եթե եկեղեցու հովապետը նման բան թույլ է տալ, նա իրավունք չունի։ Իրավունք չունի այդ ղեկին դատարան պետք է տա նրան դատեն խաբեության համար։ Ես համամիտ եմ։ Ինչ քֆուր կտամ հերի քայլի ինձանից հեռու կացեք։ Նիկոլն հեռնա ինչ է ուզում։ Ինչ ասել։ Ինչի պահել ես ինչ ասեմ, ինչ ես ուզում ասեմ։ Եկեղեցին արդյոք սրանով չի պառակտում, ժողովրդին չի պառակտում, սևերի սպիտակ։ Բա ինչ անում, ինչ գործում է եկեղեցու հետ։ Լավ, ես քֆուր տող մարդ եմ քաշի բալիճ։ Ես համամիտ եմ։